Այսօրվա մեր խորագիրն է, քննարկման թեման է, հայրենիքը սկսվում է սահմանապահ զինվորից։ Ես կխնդրեի պարոն Ժամկոչյանին խոսել սահմանին տիրող լարված իրավիճակի մասին, որպես մի մարդ, որը անցել է այդ ամենի միջով։ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները ինչ են նշանակում և առհասարակ ինչի կհանգեցնեն։ Այս ուղղությամբ ինչ որ կատարվում է մեր սահմանում, դա քաղաքական ոնց ասած քաղաքական խաղեր են։ Այդ խաղերի մեջ ընկնելը մեզ համար ինչ այսօր գիտենք միշտ, երբ որ բանակցություններ է լինում հայ-ադրբեջանական պետությունների մեջ եւ ադրբեջանցիները միշտ փորձում են իրենց թելատությունները ստիպեն մեզ։ Դրա համար այս սահմանը եղած բաները բոլոր ոտնձգություններ են, որ մեր սահմանը խախտեն, երկրորդը մեզ հոնից դուրս անեն եւ պատերազմը մղեն։ Եվ ինչպես որ գիտենք, որ մեր երկրի իշխանությունները այս ուղղությամբ լինի զինված ուժերը, լինի կառավարությունը, նախագահությունը, այս վերջի բանին շատ լավ դիրքորոշումներ ունեցան եւ այդ դիրքորոշումները են, որ չընկանք իրեն ծուղակի մեջ։ Երկրորդը, մեր զինվորները իրենց ցույց տվին իրենց մարտունակությունը եւ մեր նախին ազատամարտիկներն, որ այսօրվա բանին ներկա գտնվում են մեր զինվորների կողքին, դա այնպես մի քայլ է, որ ադրբեջանցիները չեն սպասում, կարծում են, թե մենք խուճապ ենք մատնվելու եւ կարող է մենք զիջումների գնայինք իհարկե սահմանները գործընծնելու, մեկ դիրքերը գործընծնելու։ Եվ ճիշտ հակառակը ստացվեց։ Այսինքն տհաճ անակնկալ։ Այո, շատ տհաճ անակնկալ եւ լավ ապտակետ դրանց համար։ Եվ տեսանք Սոչիի բանակցությունների ժամանակ Ալիևի դիրքորոշումը, ինչպես որ միշտ իրավին տոկուկն է նվագում։ Դա այնպես մի բան է, որ մեր ես մի բան պիտի խնդրեմ, մեր ժողովրդից, որ չի ենթարկվեն ասեգոցները։ Այդ ասեգոցները դա բնականդոցի բան է։ Եվ որ մենք իմանում ենք, որ մեր բանակը հզոր է, եւ մենք ներծուկ կանգնած ենք մեր բանակի կողքին, մեր բանակը ինքը իր խնդիրները կարող է լուծի առանց երրորդ կողմի։ Եվ պետք է այնպես մի արվի, որ ժողովուրդը ներծուկ կանգնի իր բանակին, ոյ մեկ հարցեր լուծելու համար։ Իհարկե, պետք եղած դեպքում մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք ասելով նախկին ազատամարտիկները եւ մենք այսօր ունենք սպիրտ։ Սպիրտի մեր ընկերները նրանք այսօր ներծուկ են կանգնած բանակի կողքին եւ հրաման են սպասում։ Լինի դա Լիբանանից, Սիրիայից, Եվրոպայից, տարբեր տեղերից հրամանը սպասում են, որ կան, եթե կարիք լինի, իհարկե գտնեն բանակի կողքին։ Այսինքն հայերը միասնական են եւ ցանկացած բան կարող։ Այո, դա խնդիր չի գա, եւ որ կախված է մեր ազգի ճակատագրի հետ, մենք պատրաստ ենք ներծուկ կանգնել մեր հարցին։ Շատ լավ։ Ես կխնդրեի Ասպրոմ դու խոսեիր, քանի որ գիտեմ շատ ես շփվում մեր զինծառայողների հետ, ես կխնդրեի, որպեսզի ներկայացնեիր, թե ինչ հոգեվիճակում է գտնվում այսօրվա սահմանապահ զինվորը։ Նախ շնորհակալություն, որ այս առիթը ընձեռվեց, որպեսզի հավաքվենք եւ խոսենք ամենից կարեւոր խորագրի շուրջ, որ այո, հայրենիքը սկսվում է սահմանին կանգնած սահմանապահ զինվորից։ Եվ պատահական չէ, որ այս վերջին զարգացումների եւ ինչպես որ պարոն Ժամկոչյանը նշեց, Ադրբեջանի կողմից մեզ այսպես կրկին պարտադրված անակնկալի պայմաններում մեր տղաները ապացուցեցին, որ իրենք շատ պատրաստական եւ շատ պատրաստված են ցանկացած ադրբեջանական պարտադրված անակնկալին համարժեք պատասխան տալու։ Տղաներ, ովքեր որ դաստիարակվել են եւ իրենց արժեվ ունեն այն վառ օրինակը,
որը որ տվեցին իմ հայրը, իր ընկերները, զոհված տղաները եւ կենթանի ազատամարտիկները, ովքեր որ պահը բաց չթողեցին եւ առաջին իսկ օրվանից, երբ որ զգացին, որ սահմանին կանգնած տղաները իրենց ոգևորման կարիք ունեն, առանց նույնիսկ դրա մասին խնդրանք ներկայացնելու, իրենք պատրաստական մեկնեցին դիրքեր, որովհետեւ դա մի զգացողություն է եւ դա մի ապրում է, որը որ չես կարող պարտադրել որևէ մեկին, չես կարող հայրենասիրությունը պարտադրել կամ հայրենասիրությունը այսպես ուղղակի փոխանցել ինչ-որ մեկին, դա պիտի մարդու ներսից լինի եւ մարդու դաստիարակությունը լինի։ Տղաներ, ովքեր որ իրենց արժեվ իրենց կյանքում ունեցել են օրինակներ, Թաթուլ Կրպեյան, Մոնթե Մելքոնյան, մյուս տղաները, ովքեր որ իրենք իրենց անձնազոհությամբ եւ իրենք իրենց կյանքի զոհաբերությամբ ապացուցեցին, որ հայրենիքը եւ խաղաղությունը այն արժեքներն են, որոնք որ պահանջում են ամենամեծ զոհողությունը։ Եվ ուզեմ անպայման նշել, որ ես ինձ պես երեխաները, իմ ծնողների պես ծնողները իրենց երջանկությունը զոհեցին հանուն խաղաղության եւ հանուն հայրենիքի, որովհետեւ խաղաղությունը միայն խոսքերով չէ։ Եվ այսպիսի ծեծված խոսք կա, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստ եղիր պատերազմի։ Ու սա պատահական ասված չէ։ Խաղաղությունը միայն սպիտակ դրոշով չէ եւ միայն խաղաղասեր լինելով չէ։ Սա պարտադրված պատերազմ էր տարիներ առաջ, որը որ մենք պատվով հաղթեցինք, պարտադրված, որովհետեւ մենք խաղաղասեր ժողովուրդ լինելով հանդերձ ստիպված եղանք ներգրավել այդ պատերազմին եւ պատվով հաղթանակեցինք։ Իսկ մեր տղաները, ովքեր որ հիմա սահմանին կանգնած են, իրենք պատվով պահում եւ պահպանում են մեր խաղաղությունը։